Փառք մեր Աստծուն եղբայրներ քույրեր։ Որ այսօր մենք կանք եւ այստեղ ենք Տիրոջ ներկայության մեջ ենք եւ Աստծո խոսքը պիտի նայենք եւ Աստծո խոսքով պետք է ասնվենք, կերակրվենք եւ շինվենք։ Ես այսօր խոսալու եմ կեղծավորության վերաբերյալ եղբայրներ քույրեր մեջս այդտեղ դրված խոսալու եւ կարդալու եմ Ղուկասի ավետարանից 12-րդ գլխից։ Մինչ հազարավոր մարդիկ խռնվում էին նրա շուրջը, իրար կողկրտելու աստիճան սկսեց իր աշակերտներին ասել. ամեն բանից առաջ զգուշացեք փարիսեցիների թեթխմորից, որը կեղծավորություն է։ Որտեղ չկա ծածուկ բան, որ չհայտնի եւ գաղտնի բան, որ չիմացվի։ Ուստի ինչ որ ասեք խավարում լույսի մեջ պիտի լսվի եւ ինչ որ ներսի սենյակներում ականջին փսփսակ կտուրների վրա պիտի հայտարարվի։ Բայց ասում եմ ձեզ իմ բարեկամներին, մի վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը, բայց դրանից հետո ավելի ոչինչ չեն կարող անել։ Այլ զգուշացնեմ ձեզ, թե ումից պետք է վախենաք, նրանից վախեցեք, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխքը գցելու։ Այո, ասում եմ ձեզ, նրանից վախեցեք, չէ որ 5 ճնճղուկ 2 դրոշով է վաճառվում, եւ նրանցից ոչ մեկն էլ Աստծո կողմից մոռացված չէ։ Բայց նույնիսկ ձեր գլխի մազերը բոլոր հաշված են։ Ուստի մի վախեցեք, դուք շատ ճնճուղներից ավելի արժեքավոր եք։ Նույնպես ասում եմ ձեզ, ով որ ինձ կդավանի մարդկանց առջև, մարդու որդին էլ նրան կդավանի Աստծո հրեշտակների առջև։ Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առջև, պիտի ուրացվի Աստծո հրեշտակների առջև։ Ամեն։ Ես սիրում եմ այս հատվածը, եղբայրներ քույրեր, երբ որ Տերը քարոզում էր եւ շատ ժողովուրդ հավաքվեցին իրար կողկրտելու աստիճանի եւ Տերը իր աշակերտներին զգուշացրեց։ Գիտեք, երբ որ ամբողջը հավաքվում է, մարդիկ կատաղում են, չարանում են, դուք երևի նման իրավիճակին ռաստեկաս կլինեք, էլի, որ ժողովուրդը սկսում են բորբոքվել, կատաղել, Պիղատոսը չդիմացավ, իրանց հաճույքով գնաց։ Բայց Տերը աշակերտներին զգուշացրեց կեղծավորության վերաբերյալ։ Եղբայրներ քույրեր, այդ պահին մարդու մեջ կարա առաջանա կեղծավորություն, այդ պահին մարդը կարա կորցնի իր կառավարումը եւ սկսի վախենալ եւ իմիջիալոս դա հենց տենց է կատարվեց Պետրոսի հետ, երբ որ Տիրոջը 3 անգամ ուրացավ։ Եվ Տերը նախորդ զգուշացրել է աշակերտներին, որ չխառնում են նման իրավիճակների մեջ եւ զգուշացրեց կեղծավորությունից։ Եվ ասեմ, եղբայրներ քույրեր, կեղծավորությունը պաշարել էր, գրավել էր հրեաների մեծամասնությունը։ Հրեա ժողովուրդը կեղծավորության մեջ էր ապրում։ Եվ ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլ նաեւ կրոնականները, աստվածապաշտության կերպարանք ունեցողները, փարիսեցիները, սադուկեցիները եւ սրանց նմանները, որոնց Տերը ասեց կեղծավորներ։ Կեղծավորությունը բուն էր դրել Հրեաստանի մեջ։ Հրեաների մեջ, որոնք աստվածապաշտ ժողովուրդ էին կոչվում։ Եվ նրանց աստվածապաշտությունը գնահատականը սա էր Տիրոջ կողմից, երբ որ եկան ու ասեցին ինչու քո աշակերտները իրաց ձեռքերը չեն լվանում, Տերը ասեց, որ կեղծավորներ։ Սա էր նրանց աստվածապաշտության գնահատականը։ Ոնց որ Աստված մեծահարուստին ասեց անմիտ, իր ամբողջ կյանքի գնահատականներ անմիտ։ Այդպես էլ հրեաների աստվածապաշտությունը Աստված կոչեց կեղծավորություն։ Եվ հիմա բերեք հասկանանք այդ խոսքերի խորհուրդը, եղբայրներ քույրեր, ինչ է դա, ինչ է Տերը ուզում դրանով ասել։ Ոնց զանազանել կեղծավորություն, ինչ է կեղծավորությունը ընդհանրապես։ Կարող է մարդը մտածի, հա լավ, խի ասեց, բայց ինչի համար ասեց։ Արդյոք իրանք իսկապես կեղծավոր էին։ Բերեք այսպես հասկանանք կեղծավորություն բառը։ Օրինակ վերցնենք հիշում եմ թղթադրամ, ասենք դոլարանոց կամ $100 $100 ենք վերցնում եւ
իրական դոլարանոց եւ ֆալշ դոլարանոց։ Երբ որ իրար կողքի ես դնում, այնպես է արտադրված, սարքված, կեղծված, որ չես կարող տարբերես, նույնիսկ կարող է ձեռով էլ չտարբերես։ Բայց կա ինչ որ մի բան, որը տարբերում է, չէ՞, եղբայրներ քրեր։ Կա ինչ որ նկար հենց թղթի մեջ, կա նաև սպիրալ։ Կա հատուկ սպիրալ, որը թղթի մեջ է, որ դա չի երևում սովորական աչքով, արևի տակ նայում ես, այդ սպիրալը կա թե չկա, ու դրանով դու կարողանում ես ջոկել, դա ֆալշ է թե ֆալշ չի։ Այսինքն կա ֆալշ թղթադրամ եւ կա իսկական թղթադրամ, եւ դա կարաս ջոկես այդ նշաններով, որը արտադրողը տալիս է։ Սա ինչի համար եմ ասում, եղբայրներ քրեր, որպես մեկ պատկերացում ունենանք, ինչ է նշանակում կեղծավորություն։ Այսինքն այն աստվածապաշտությունը, որ հրեաները ապրում էին, դա կեղծավորություն էր, դա իրական չէր, դա իսկական չէր, դա բնական չէր։ Դա ֆալշ էր։ Դուք պատկերացնում եք դա ինչքան զզվելի էր Աստծո համար, որ դա ֆալշ է։ Դա անկեղծ չի, դա զուլալ չի։ Դա արժեք չունի, դա ընդամենը թուղթ է, դենքցելու բան է դա, ու նույնիսկ դնել չեն գցում, կարող մեկը վերցնի եւ օգտագործ, պատրտորում են դա, որ դա ֆալշ է, դա օգտագործելու բան չի, դա պիտանի չի։ Այսպես այն քրիստոնյան, այն հավատացյալը կարա, գիտեք եղբայրներ քրեր, սրա մեջ կա վտանգ, որ կարա մեր աստվածապաշտությունը դառնա ֆալշ։ Կարա իմ աստվածապաշտությունը, ես չեմ ասում ձերը, իմը, ձեր աստվածապաշտությունը, ես էլ ձեզ հետ միասին, կարա դառնա ֆալշ։ Այսինքն, երբ որ այդ շտրիխ կոդը, որ մեջից վերցվում է, այդ թուղթը կորցնում է իր արժեքը։ Եվ Աստվածաշունչն ասում է, նրանք ունեն աստվածապաշտության կերպարանք, բայց նրանց զորությունը ուրացած են։ Ինչքան սարսափելի է սա, եղբայրներ քրեր, որ ես կարող ունենամ աստվածապաշտության կերպարանք, բայց չունենամ աստվածային զորություն։ Չունենամ հարաբերակցություն, հաղորդակցություն Աստծո հետ։ Չունենամ մեղքերի թողություն, ընդունված չլինեմ երկնքի մեջ, ճանաչված չլինեմ երկնքի մեջ։ Տերը մի օր ասի, ես քեզ չեմ ճանաչում, եւ բնավ էլ չեմ ճանաչել։ Հիշում եք, որ Տերը ասեց, պիտի ասի շատերին, ես ձեզ բնավ չեմ ճանաչում, այսինքն ովքեր եք դուք։ Ես չեմ ճանաչում ձեզ։ Այսինքն այս մարդկանց աստվածապաշտությունը եղել է կեղծավորություն։ Եղել է ֆալշ։ Չի ունեցել Աստծո ուզած հատկանիշները, եղբայրներ քրեր։ Տեսեք ինչքան մեծ վտանգ կա սրա մեջ։ Ինչքան մեծ վտանգ կա սրա մեջ։ Եվ տեսեք մի հատ համար կա, եւ Պետրոսի առաքյալի թղթերում է գրված Պետրոս առաքյալը, որ ասում է, սերը լինի առանց կեղծավորություն։ Այսինքն կարա լինի կեղծավորությունով սերը։ Տեսեք Աստծո խոսքն ասում է, երբ որ դու ծոմ ես պահում, մի եղիր ինչպես կեղծավորները, որ իրենց տրտմերես են անում իրենց դեմքը, որպեսզի մարդկանց առաջ երևան։ Այսինքն, ինչի մեջ է կեղծավորություն, որ մարդը ցույց է տալի, որ ինքը իբր թե Աստծո համար է ծոմ պահում, բայց իրականում Աստծո համար չի պահում, մարդկանց երևալու համար է պահում։ Տեսեք ինչքան ֆալշ բան է դա, էլի։ Դու Աստծո համար ես ծոմը ինձ համար չես պահում։ Ինչին է պետք է քո երեսը դու տրտմացրել ես, որ ցույց տաս, որ դու ինձ համար ես ծոմ պահում։ Ինձ ցույց տալու համար ես պահում։ Աստծո համար չես պահում, ուրեմն ծածուկ պահիր։ Մարդը բարեգործություն անում, ասում է, երբ որ ողորմություն ես անում, մի եղիր կեղծավորների պես։ Տեսեք շեշտում է Տերը, կեղծավորների պես, որոնք այդ ամեն ինչը, որոնք ասում է փող հնչեցնելով անում են դա մարդկանց երևալու համար։ Այսինքն մարդը իբր բարեգործություն անում, ինչ որ մեկին ուզում է բարություն անի, ողորմություն անի, բայց դա անկեղծ նպատակներ եւ շարժարիտներ չունի։ Դու ոչ թե ուզում ես այս մարդուն բարություն անես, դու ուզում ես քեզ ցուցադրես, որ տեսեք ես ինչ լավ մարդ եմ։ Հələ ինձ նայեք, հələ ուշադիր ինձ նայեք, տեսեք ինչ եմ անելու ես։ Հիմա ես այս 5000 դրամը տալու եմ, այս ինչ եղբորը։ Եվ դա կեղծավորություն է, եղբայրներ քրեր։
Դա չի ընդունվում երկնքում։ Որտեղ քո մեջ արդեն շարժարիթը սերը չի, գթությունը չի, ողորմությունը չի։ Կարեկցանքը չի շարժարիթը։ Շարժարիթն ուրիշ բան է, ֆալշ բան է դա արդեն դառնում։ Այդ բարեգործությունն է դառնում է ֆալշ։ Այդ ծոմը դառնում է ֆալշ, եւ նույնիսկ աղոթքը կարա ֆալշ լինի, եղբայրներ քույրեր։ Ասում եմ, երբ որ դու աղոթք ես անում, մի եղիր կեղծավորների նման, որոնք մարդկանց առաջ կանգնում են փողոցներում ու հրապարակներում եւ աղոթք են անում, որպեսզի մարդիկ տեսնեն։ Այսինքն մարդը աղոթում է եւ իր նպատակը նա չի, որ իր ձայնը լսվի երկնքում։ Եվ ասում եմ, դուք այնպես չեք ծոմ պահում, որ ձեր ձայնը երկնքում լսվի, այլ նա աղոթք անում, ի ցույց տեսեք ինչ սիրուն բառեր եմ շարադրում, լավ կարա այս նման աղոթք կանի։ Տեսեք ինչ գեղեցիկ բառեր եմ շարադրելու հիմա այս աղոթքի մեջ, լավ շատ իր լսեք իմ աղոթքը։ Ձայնս բարձրացնում եմ, լսեք տեսեք ոնց եմ աղոթում։ Եվ դա ֆալշ է, եղբայրներ քույրեր։ Դա ֆալշ է, այդ աղոթքը չի լսում երկնքում։ Որովհետև քո նպատակը սխալ է արդեն։ Դու ֆալշ շարժարիթներով ես աղոթք անում։ Դու ի ցույց մարդկանց ես անում, դու պետք է Աստծուն ի ցույց անես դա, որովհետև եթե դա աղոթք կա կոչում, դա Աստծուն ես դու աղոթք անում։ Եթե դու ուզում ես քեզ երևակայես, երևացնես ուրիշ բանով, աղոթք մի արա, ինչ որ մի հատ ոտանավոր գրի քեզ ցուցադրի այդ ոտանավոր կամ ինչ որ մի ուրիշ բան, բայց եթե դու աղոթք ես անում, մարդկանց երևալու համար աղոթքը որն է, եղբայրներ քույրեր։ Նույնիսկ տեսեք, շատ վտանգավոր է, որ քրիստոնյան ընկնի կեղծավորության մեջ։ Կեղծավորությունը այնքան գալարվող օծա, այնքան թաքունական, այնքան աննկատ է փաթաթվում մարդուն։ Աննկատ է պաշարում մարդուն։ Մարդը կարա չջոգի դա, եղբայրներ քույրեր։ Որ ինքը արդեն կեղծավորության մեջ է։ Ձեզ հետ չգիտեմ եղել է, չի եղել, ինձ հետ շատ անգամ ա եղել, որ ես զգացել եմ, որ դա կեղծավորություն է արդեն։ Ես կեղծավորություն եմ անում, պետք չի կեղծավորություն անել։ Ինչպես կա, ինչպես կաս, ինչպես որ ես, այդպես ներկայացիր։ Թե մարդկանց, թե Աստծո առաջ։ Տեսեք, Դավիթ թագավորը ինչպիսի կեղծավորության մեջ ընկավ, եղբայրներ քույրեր, երբ որ գործեց այդ մեղքը, որ Ուրիայի կնոջը ուզեց։ Եվ տեսեք, մեղքը գործել էր Դավիթը, բայց հարցը միայն մեղք գործելու մեջ չի, բայց շարունակությունը։ Տեսեք, կեղծավորությունը ուր է տանում մարդկանց։ Ուրիային կանչել տվեց, Ուրիային համար հատուկ սեղան պատրաստեց, ուտում են, խմում են, վայելում են, որպես իրան ով էր Ուրիան իր համար։ Ոնց որ թե մի մոտիկ բարեկամի համար Դավիթը հատուկ սեղան էր գցել Ուրիայի համար, ուտացրել, խմացրել, որ Ուրիան գնա իր տուն քնի, նպատակը, շարժարիթը շատ կեղտոտ մտքերով։ Ու չի ամաչել, գոնե այդքան բանից հետո նա Ուրիայի աչքերին պետքա վավշե չկարենար նայել, էլի, ոնց էր նա նույն սեղանի շուրջ դստել Ուրիայի հետ, ուտում ախմում, որպես մի հատ բարեկամ մարդու հետ, ախր այդ մարդու կնգանը դու խապել ես, դու պղծել ես, հիմա նստած հետը հաց ա ուտում։ Ու այնպես ես իմ ինչ խոսքերով կարող եմ, բայց իրականում դարան է պատրաստում Ուրիայի համար, որտեղ նամակի մեջ գրեց Հովաբին, որ Ուրիային դնեն այնպիսի տեղ, որպես ինքը մեռնի։ Եվ ինքը այնպես այդ ամեն ինչ արեց, ոնց որ դե ես ինչ անեմ, մարդիկ պատերազմի մեջ մահացել ա, ես պրիչոմ տուտ։ Ես ինչ բաժին ունեմ, հիմի դեմի Ուրիան մահացել է, ես իր կնգանն ուզել եմ, դեմի կնիկ այլի մեղքա, որփեվայրիա։ Ուզում եմ, ինչ կա դրա մեջ, ու արդեն ինքը մտել է լրի կեղծավորություն, շարունակում է իր աստվածապաշտությունը, իր կյանքը, ոնց որ տեսենց է պետք է լինի, եղբայրներ քույրեր։ Այդ մարդը, որ Աստծո մարգարե էր, Աստծո մարդ էր, Աստծո օծյալ էր, ոնց ընկավ կեղծավորության մեջ։ Լավ, մեղքը հասկացանք, մեղքը բոլորս էլ գործում ենք մեղք, եղբայրներ քույրեր։ Կարա մարդը մեղան չի, Ադամը մեղան չէ, բայց կեղծավորությունը ո՞ւմ է պետք։ Լավ մեղանչել ես, ասա մեղանչել եմ, ես մեղանչել եմ, բա ինչ կարիք կա, ասես այն կինը, որ դու ինձ տվեցիր, նա տվեց ես այդքան էլ բաժին չունեմ, իմ բաժինը փոքրագույնն է,
Այդ որ դու տվեցիր, այդ կնկանը որ տվեց, այ որ չտայր, ավելի լավ կլեր։ Դե որ տվել ես, այդ նույն կնիկը, որին դու տվել ես, նայա մեղավորը։ Կինն էլ ասեց, օձը խապեց, ես, դե որ չխապեր, ես էլ չէի խապվի, խապեց։ Տեսեք կեղծավորությունը եղբայրներ, ինչքան վտանգավոր բան է, մարդուն ապաշխարությունից հեռացնում է։ Կեղծավորությունը մարդը ուզում է իր մեղքերը ծածկել։ Մարդը ուզում է իր մեղքը նսեմացնել, իր բաժինը փոքրացնել։ Մարդը ուզում է հետքերը մաքրել, հետևանքները սրբել, որ ոչ մեկը չջոկի։ Մարդը ուզում է իր մեղքը ուրիշի վրա գցել։ Մարդը սկսում է ուրիշին մեղադրել։ Հիմա տեսեք, եղբայրներ, այդ փարիսեցիները, այդ սադուկեցիները, այդ հրեաները բերել են մի կնոջը, որը շնացող էր։ Արդյոք իրանք շնության հետ բաժին չունեին։ Արդյոք բաժին չունեին։ Բայց իրանք եկել են, մոռացել են իրանց նկարագիրը մոռացել, իրանց բնութագիրը մոռացել են։ Իրանք ովքեր են։ Լավ հասկացան այդ քարերը, որ վեր ես կալել, բայց դու կեղծավոր ասում ես, քո աչքի գերանը հլահանիր, նոր ուրիշի եղբորդ աչքի շյուղը։ Հələ տեսեք Դավիթը ինչ բարկանալով, բարկացավ ասել, այդ մարդը մահվան արժանի է։ Էլ չի էլ պատկերացնում այդ մարդը ինքն է։ Ընդամենը ինչի համար, որ ինչ-որ մեկից ոչխար է վերցրել, գառնուկ է վերցրել, մորթել կերել։ Ասում է մահվան արժանի է, ըստորենքի մահվան արժանի էլ չի, ինքը այդ ոչխարի տեղը պիտի 4 հատ հատուցանի։ Դու ուրիշի կնգանը խլել ես, այդ մարդու սպանել ես տվել։ Ու այդ ամեն ինչ այնես մաքուր ես արել, մաքրել ես հետքերը, հետևանքները, սաղ սրբել ես, ու դու մտածում ես, որ Աստծո աչքից դու վրիպել ես։ Հիմա ինչ որ մի հատ գառնուկի համար դու ասում ես, այդ մարդը մահվան արժանի է։ Ինչ որ մի հատ գառնուկ ա վերցրել, կերել ինչ որ մեկից հափշտակել։ Բա դու տեսեք մարդը ինչքան կարա կեղծավորվի եղբայրներ։ Ինչ աստիճանի կեղծավորվի, էլի, հավոր բան ասա։ Տերը մեզ պահի եղբայրներ կեղծավորությունից։ Ես մի հատ համար էլ կարդամ եւ այդ համարով, այդ համարի շուրջը վերջացնեմ իմ խոսքը։ Ուրեմն առակաց գրքից եմ կարդալու 28 առակաց 28 ինձ թվում է ձեզ շատերի ծանոթ համարը 28 13 Նա որ ծածկում է իր մեղքերը հաջողություն չի ունենա, բայց որ խոստովանում է, ով խոստովանում ու հեռանում է դրանից ողորմություն է գտնելու։ Նա որ իր մեղքերը ծածկում է, եղբայրներ, չի գտնի հաջողություն։ Ինչ որ արել ենք, ինչ որ ստացվել է, ասմացածուկ բան չկա, որ չի հայտնվելու։ Աստված ամեն ինչ գիտի, դու չես կարող Աստծո երեսից ծածկես։ Ավելի լավ է եղբայրներ, մենք անկեղծանանք Տիրոջ առաջ։ Մենք ինչպես որ կանք, այդպես կանք, ինչպես հին ուխտի մեջ ասում է, չէ, բորոտը իր բորոտությունը պիտի բերի քահանային ցույց տա։ Ու քահանան գնահատական ատալու, տենա ինչ անելու դրա հետ, ոնց պիտի արվի սրա հետ։ Հիմա մեր քահանայապետը Հիսուս Քրիստոսն է եղբայրներ, դու քո բորոտությունը, քո մեղքը։ Համարձակությունով ասում եմ մոտենանք շնորհածաթորին, որ շնորհք ու ողորմություն գտնենք հարմար ժամանակի համար։ Մեր իրավիճակը, մեր իսկական պատկերը մենք պետք է բերենք Տիրոջ ինչպես որ կանք, եղբայրներ։ Ոչ թե ծածկելով, ոչ թե մեղմացնելով, հələ թող վերքդ բաց արա, թող Տերը տեսնի դու ինչ բորոտության մեջ ես։ Թող սաղ երևա։ Քահանայապետի, քահանայի մոտ բացիր քո վիճակը։ Ասա Տեր, ես այսպես վիճակի մեջ եմ, ես բորոտություն ունեմ։ Թող Տերը բժշկություն անի։ Թող Տերը ների մեր մեղքերը, ինչպես Սաղմոսի մեջ ասում Դավիթը, ասում է, մինչև մեղքս չխոստովանվեցի, ասում է, ոսկորներս մաշեցին։ Իմ ասում է, թասությունը ամառվա շոքի դարձավ։ Քո ձեռքը ասում է, իմ վրա ծանրացավ։ Ասեցի Տիրոջը պիտի հայտնեմ իմ հանցանքները։ Տեսեք Աստված ինչքան է ողորմած եղբայրներ, ասում է, ընդամենը ասում է, ճանաչիր քո մեղքը։ Ճանաչել ուրիշներին բաց թող։ Հələ քո մեղքը բեր։ Հələ քո վիճակը, հələ շնացող կնոջը բաց, այդ քարերը ձեռիցդ վերածա։ Հələ այդ
մատնել, մատնացույց անել այդ բաց թող, հլա քո իսկական պատկերը Տիրոջ առաջ բեր, ասա Տեր Աստված, ես կարիք ունեմ ապաշխարության, ես կարիք ունեմ բժշկության, հլա քո մեղքերը խոստովանիր Աստծուն։ Բերեք կանգնենք աղոթքի եղբայրներ քուրեր։ Տերը մեզ ազատագրի կեղծավորությունից, Տերը մեր սրտերը անկեղծ անի, մենք ուրիշներին բաց թողենք, ասում է կեղծավոր, ինչ ես նայում քո եղբոր աչքի շյուղին, քո աչքի գերանը չես նկատում։ Մեր սրտերը, մեր վիճակները բերենք Աստծուն եւ ընդհանրապես եղբայրներ անկեղծ լինենք Տիրոջ առջև։